Ինքն էլ ա թողել, Արտուրն էլ ա թողել։ Իհարկե պահպանված է։ Ինքը հարևանի տղամարդուն վերև մեր Իհարկե հիմք է։ Մենք այդ հարցը բարձրացրել ենք, պատասխանը չունենք դեռևս։ Ուրեմն նոր հարազատները պատմես այդ բարերարն է։ Հա, չէ, որ այդ Դավիթն ասել, այն թույնը խմած է, ականջ կտրածը, առաջին երկու երեխաներ միաժամանակ պղծողը։ Միաժամանակ չէ։ Իր այսինքն տարբեր ժամանակներ երկու երեխաների մասով էլ անցնում է Դավիթը։ Մեկի մասով անցնում է բարերարը, մյուսի մասով անցնում է Արթուրը։ Դավիթը ամենասենց գերակտիվ մանկապիղծն է։ Դավիթը հիմա ինֆորմացիա ստացանք, որ երեք ինչ որ թե Լուսադեմին փորձել է ինքնասպան լինի, այդո ասեցին, որ վիճակը շատ ծանր է, տեղափոխել են Երևան, մի քիչ առաջ էլ տեղեկատվություն ստացանք, որ արդեն հիվանդանոցից փախել է։ Իր մոտ ոնց որ տենց սովորույթ է դարձել, այն առաջի դեպքով էլ է փախել, հիմա էլ է փախել։ Ամեն դեպքում ինձ հենց նոր նման տեղեկատվություն հայտնեցին։ Բայց ինքը կարգավիճակ չունի, ինչի՞ պետք է ոստիկանի ուղղությամբ լինի։ Վկա է, ժողովուրդ ջան։ Իհարկե կարող են։ Վկան ընդհանրապես կարգավիճակ, վկայի կարգավիճակը չի ենթադրում որևէ խափանման միջոց։ Ում պղծմանն են վկայում, չգիտենք, էլի, եթե ոչ իրենք սեփական պղծման կողմից։ Չեմ կարող ասել։ Արդեն չեմ կարող ասել, միայն գիտեմ, որ այս դեպքով բոլոր գործողությունները պետք է կատարվեին այն ռեժիմով, որ անհապաղ գործողություններին, անհետաձգելի քննչական գործողություններին, անհետաձգելի քննչական գործողություններ բոլորս հասկանում ենք, որ ոչ ժամ է հարցնում, ոչ օր է հարցնում, ոչ էլ հաշվի են առնում, որ երկրում կան բազմաթիվ պաշտոնատար անձիկ։ Այս անհետաձգելի քննչական գործողությունները, եթե կրկնում եմ կատարած լինեին, այսօր չունենք ունենա այս իրավիճակը, մենք էլ ստիպված չէինք լինի ձեր միջոցով կրկին անգամ բարձրաձայնելու այս հարցերը եւ ձեր միջոցով հանրայնացնելու եւ հետագա գործողությունների վերաբերյալ այս երեխեքի պաշտպանությունը ապահովելու համար։ Եթե օրինակ Սուզի Բադոյանը չդիմեին Սուզի Բադոյանի եւ նա այդ տեղեկատվությունը չհրապարակեր։ Չեմ դիմել, այդ որ ամբողջ բեդին դրա մասին խոսում Անի ջան, ու ինձ շատ զարմացնում է, որ այսօր լիքը մարդիկ են այս գործը այդպես պիտի Իհարկե կանցներ կգնար, իսկ ով կիմանար։ Բայց ամեն դեպքում հանդիպումները շարունակվել են։ Հետո ապրիլի 20-ից հետո ըստ երեխեքի մեզ հասնած տեղեկությունների ապրիլի 20 եմ ասում։ Երեխեքը էլ այս մարդկանց չեն տեսել։ Ապրիլի 20-ը միջև այսինքն միջև որևէ վրեժի փորձը, հա։ Դե վրեժի, հա։ Վրեժ եղել է 26-ին, 22-ին հաղորդում ա եղել ապրիլի 22-ին նոր գնացել արդեն դպրոցի աշխատողներից մեկը հաղորդում ա ներկայացրել։ Ստացվում է, որ հիմա այս իրավիճակում կան նաև մտահոգություններ, որ կարող է որևէ այո, բալանքի անազատության մեջ Իհարկե կա։ Չի բացառում, որ իրանք հորեղբորը հատուկ նաև սադրում են բերելու իրենց դաշտ, որ գործարքի գնան։ Այսինքն դու էլ չես դատվում, մենք էլ չենք դատվում։ Սա այն դեպքը չի, որ ուրեմն այո, այդ տեղեկատվությունը մեզ հայտնել էին, որ միջոցներ են ձեռնարկում եւ փորձում են այս ընտանիքի հետ ինչ որ բանակցություններ բանակցությունների գնան, բայց հիմա ես չգիտեմ դա որքան է հավաստի, որքան հավաստի չէ, բայց ամեն դեպքում մենք այդ տեղեկատվությունն էլ արդեն ունենք, բայց դե ինչ գործարքի մասին է խոսքը։ Եթե անգամ այս են հանցատեսակն է, որ տուժողը եթե գա ասի էլ չեմ բողոքում, ես չեմ անում եւ այլն, սա կարճվող հանցատեսակներից չի էլի, չի կարող այս գործի վարույթը կարճվել արդեն։ Այսինքն եթե նույնիսկ որևէ վրա քրեական գործ հարուցվի, հանրազատության մեջ հայտնվի, իրենք գնան չկա տենց բան։ Դեռ չէ։ Ուրեմն գտնվում
ներգրավելու հորեղբոր գործով նկատի ունեցեք։ Գիտեմ, որ դեռևս գտնվում է ոստիկանության բաժնում։ Հոր եղբայրը, այո։ Այս անգամ ինչ դեպք էր։ Այդ որ ասեցի արդեն Չէ, վենդետայի թե Չէ, վենդետայի չէ, այսօր հայոյանքի հետ կապված այդ դեպքը։ Հա, բայց ես ինչքան գիտեմ, ձեր նկատմամբ են ընդհանուր բարյացկամ չեն եղել, հա, բաժնում։ Չէ, ես չեմ կարող ասել, մեր նկատմամբ չեն կարող բարյացկամ չլինել, բայց այն որ ամեն դեպքում այն չի եղել էլի, ինչը որ մենք տեսնում ենք։ Դե բնականաբար իրանց համար մենք հակառակորդ կողմ ենք, սովորաբար տուժող կողմի ներկայացուցիչը եւ քննչական մարմինը դատախազությունը մի կողմում հանդես եկող են, բայց մեր պարագայում մի քիչ այլ է։ Հակառակն է, հանցագործներն էին իրան գործած։